Ծիրաքի իմաստությունը 7 Այլազան խրատներ Չարիք մի գործիր, և քո վրա չարիք չի գա, հեռու մնա անիրավությունից, և այն հեռու կմնա քեզնից։ Որդյակ, մի սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի այն 7 նապատիկ չհնձես։ Տիրոջից իշխանություն մի խնդրիր, և թագավորից փառքի աթոռ։ Տիրոջ առջև մի փորձիր արդարանալ, և թագավորի առջև ճարտարախոս մի երևար։ Մի ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը։ Գուցե երբևէ ակնածելով հզորից, սայթաքես քո արդարությունից։ Քաղաքի բազմության հանդեպ մի մեղանչիր, և քեզ մի նվաստացրու ամբոխի առջև։ Մեղքի վրա մեղք մի ավելացրու, որպեսզի որևէ մեկից չմեղադրվես։ Մի ծուլացիր քո ուխտի մեջ, անփույթ մի լինիր ողորմածություն անելու մեջ։ Մի ասա, թե Տերը կնայի իմ բազմաթիվ զոհաբերումներին և բարձրյալ Աստծուն մատուցելիս նա կընդունի։ Մի ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տերն է, որ նվաստացնում և բարձրացնում է նրան։ Քո եղբոր մասին ստեր մի սերմանիր, նույնը և բարեկամի մասին։ Մի ախորժիր ստեր ասել ամեն բանի մասին, քանզի հաճախակի ստելը լավ բան չէ։ Մի շատախոսիր ծերերի մեջ, և մի կրկնաբանիր քո աղոթքի մեջ։ Մի ատիր աշխատանքի տքնությունը, և ոչ էլ այն մշակությունը, որ հաստատվել է Բարձրյալի կողմից։ Մի գտնվիր մեղավորների բազմության մեջ, հիշիր, որ Տիրոջ բարկությունը չի ուշանա։ Միշտ խոնարհեցրու քո անձը, որովհետև ամբարիշտի վրեժխնդրությունը կրակ ու ողորթ է։ Բարեկամիդ մի փոխանակիր կայք ու ինչի հետ և հարազատ եղբորդ սափիրական ոսկու հետ։ Մի լքիր իմաստուն և բարի կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առավել է։ Մի չարչարիր ծառային, որ ջանասիրությամբ է աշխատում, և վարձկանին, որ քեզ նվիրված է հոգով։ Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային, և նրան չզրկի ազատությունից։ Եթե անասուն ունես, հոգ տար դրանց, և եթե դրանք քեզ պիտանի են, թող քեզ մոտ մնան։ Եթե զավակներ ունես, խրատիր նրանց, մանկությունից խոնարհեցրու նրանց պարանոցը։ Եթե դուստրեր ունես, զգույշ եղիր նրանց մարմինների համար, և քո դեմքի լրջությունն անպակաս արա նրանցից։ Ամուսնացրու քո դստերը, և դու մեծ գործ արած կլինես, տուր նրան իմաստուն մարդու։ Քո սրտով է կինդ, մի վտարիր։ Քո բավանդակ հոգով պատվիր հորդ, և մի մոռացիր մորդ երկունքը։ Հիշիր, որ դու նրանցից ես ծնվել, և ինչ կարող ես հատուցել նրանց, քեզ նրանց տվածի փոխարեն։ Քո ամբողջ սրտով երկյուղ կրիր Տիրոջից և հարգիր նրա քահանաներին։ Քո ամբողջ ուժով սիրիր Արարչիդ և նրա սպասավորներին մի անտեսիր։
երկյուղ կրիր տիրոջից և մեծ արիր քահանաներին։ Ինչպես հրամայված է քեզ, տուր նրանց տուրքի մի մասը, պտուղը, հանցանքների համար սահմանվածը, զոհաբերված անասունի թիակները, սրբության զոհը և սրբազան ընծաները։ Քո ձեռքը մեկնիր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։ Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի խնայիր շնորհներդ։ Մի խուսափիր լացողներից և սգացողների հետ։ Մի հապաղիր հիվանդին տեսության գնալ, և դա շնորհ կհամարվի քեզ համար։ Քո բոլոր գործերի մեջ հիշիր վախճանդ և չես մեղանչի երբեք։